Ինձ գործից չեն ան, ես եմ դիմել վարչապետին աշխատանքից դուրս գալու մասին, վարչապետը դրա մասին նոր նախարարի նշանակման ժամանակ ասել է։ Շատ լավ, իսկ ինչու հեռացաք։ Ինչ չէիք կարողանում անել։ Գուցե մտածում եք, որ քոփը կտապալվի ձեր ներկայությամբ։ Լուրջ եք ասում, չէ՞ ժողովուրդ, դա մի քանի երևի հանգամանքների հետ էր կապված, որովհետեւ տեն ստրեսային բան չի եղել, երևի ճիշտ էր այդ բային տենց որոշում կայացնել, տենց եմ կայացրել։ Հիմա ինչով եք զբաղվում։ Հիմա քաղաքականությամբ տեխնացու եմ։ Գալիքներ ունեք։ Անձամբ իմ թե մեր ուժի համար։ Ձեր եւ ձեր։ Ես էլ մեր ուժն էլ հաղթելու է։ Դուք կլինեք առաջին 50-յակում, պարոն։ Չգիտեմ, այդ կուսակցականները հիմա տեսնում եք ինչ գործընթաց է։ Համար պետք է լինեք այդտեղ։ Ես եկեք չգնահատեմ, էլի, հա, ինչ արժանինքների համար։ Չէ՞ կարել, որ ձեզ պետք է հիշեն այդպես, ու ձեզ ընտրեն նախ առաջին 50-յակում, հետո խորհրդարանական ընտրությունները։ Էլի եմ ասում, ես հիմի չգնահատեմ, թե ես ինչ արժանինքներ ունեմ, մեր գործընկերները կուսակցության գնահատեն ունեմ թե չէ, եւ վստահ եմ կհասկանանք, թե ինչքան է այդ վստահության։ Բոլորը թվարկում են, թե ինչ արժանինքի համար պետք է իրենց ընտրեն։ Ով է թվարկում։ Օրինակ ասում են, այս ինչ գործն են կարել Երևանի քաղաքապետերը ասում են, որ մենք քաղաքն ենք բարեկարգում, բայց այդ բարեկարգումը ոչ ոք չի տեսնում։ Օրինակ դուք մի բան, մի գործ արել եք, որ օրինակ հասարակահաղորդին ասի, այո, ես կտրեմ Հակոբ Սարգսյանին։ Գործընկերներ ջան, ես 3.5 տարի շրջակա միջավայրի նախարար եմ աշխատել։ Դրանից առաջ վարչապետի գլխավոր խորհրդականն եմ եղել, դրանից առաջ եղել եմ իշխող խմբակցության քարտուղարը։ Դժվար չէ այդքան ժամանակվա ընթացքում որևէ բան արած չլինեի, շատ բան եմ արել, բայց եկեք ես դրանց մասին չխոսեմ, հա։ Պարոն Սիմոնյան, իսկ Նիկոլ Փաշինյանի շարժմանը դուք միացել եք, պատարակների գնում եք։ Այո, ես պատարակներ այսպես թե այնպես գնում էի, բայց իհարկե նաև այս պարագայում եմ գնացել։ Ինչպես եք վերաբերվում, երբ որ Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում համեմատեց եկեղեցին իսլամի հետ, ծայրահեղական իսլամի։ Չեմ հիշում ինչ դրվագի մասն է, ես ձեր մեկնաբանությունները չեմ կարա մեկնաբանեմ, որովհետև ես չգիտեմ դուք ոնց եք դա լսել եւ ոնց եք հիմա ինձ հարցնում։ Ես չգիտեմ ինչ դրվագի մասին է խոսքը, դրա համար չմեկնաբանեմ։ Ես Նիկոլ Փաշինյանի ասածները կիսում եմ բոլոր իմաստներով։ Դա երկար տարիների ճանապարհի արդյունք է, դա մի օրվա մի բան չի, եւ գաղափարն է, միտքն է, արժեքն է, սկզբունքն է մի օրում չի ձևավորվում։ Այսինքն կարծում եք, որ ճիշտ է գնդերեցներին բանակից հանելը եւ լուծարելը գնդերեցին։ Հարգելի գործընկերներ, եկեղեցի եւ պետություն հարաբերությունները ունեն իրանց ավանդական process-ները, բայց հիմա մենք այդ ավանդական հարաբերություններից դուրս են գտնվում, քանի որ եկեղեցում կան բարձրաստիճան հոգևորականներ եւ իհարկե նաեւ ամենագլխավորը, որոնք լրջագույն հարցեր են առաջացնում մեր հոգևոր արժեքների, մեր եկեղեցու եւ եկեղեցու ընկալումը հասարակության մեջ ուղղությամբ եւ այս հարցերին պատասխան անպայման պետք է տալ եւ կտան։ Լրջագույն հարցը չի առաջացնում, երբ որ գնդապետներն են գնում եւ բանակցում գնդերեսների հետ եւ ասում, որ պետք է գնաք կամ միանաք շարժմանը կամ դուրս գաք կամ։ Դուք ուզում եք ես հիմա մեկնաբանեմ, որ ինչ որ մեկը, ինչ որ միտեղ, ինչ որ մի բան է խոսացել, ես չգիտեմ դա եղել է, դա չի եղել։ Եղել է, տարբեր հայտարարություններ են եղել։ Ես չգիտեմ ով ում հետ է խոսացել, ես չեմ կարող մեկնաբանել, ես չգիտեմ ինչ գնդապետ ինչ է արել։ Պարոն Սիմոնյան, վերադառնալով ընտրություններին, այս կարգով, հա, ներքին ընտրությունները նպաստելու են ավելի թափանցիկության, ավելի առողջացմանը կուսակցության կարծիքով։ Ես հույսով եմ, այո, ես ուրախ եմ, որ մենք շարունակում ենք ժողովրդավարական այդ ավանդույթները ինստիտուցիոնալացնել մեր կուսակցությունում, սենց գործընթաց որևէ կուսակցությունում չի եղել, մենք փուլեր ենք անցնելու եւ կարծում եմ սա շատ դրական է հենց քաղաքական համակարգի կամ քաղաքական ինստիտուտների կուսակցությունների կայացման առումով եւ հուսամ ԿՊՆ-ել սրա նոր մոդելի հիմնադիրը կդառնա։ Ես եմ շնորհակալ։